վերջերս պատիվ ունեմ խմբակցությունը շրջանառության մեջ դրեց այսպես իմպիչմենթի գործընթացը, բայց Հայաստան խմբակցությունը մինչ օրս չի արձագանքել իր դիրքորոշումը։ Պատիվ ունեմ խմբակցությունը շրջանառության մեջ չի դրել նման բան, բայց ժամանակը չի։ Եթե մեր գործընկերները ունեն նման առաջարկություն, միշտ պատրաստ են քննարկելու, որևէ խնդիր չկա։ Իսկ բավարար գործողություններ նախատեսում եք վերսկսել, կա նման ծրագիր ընդդիմության։ Տեսեք, այսօրվա խորհուրդը մեր հավաքվելու նպատակը, օրակարգը, գիտեք ինչի մասին է, մնացած ներքաղաքական հարցերին մշտապես պատրաստ ենք պատասխանալու։ Մենք փողոցից տուն չենք գնացել, որ հիմա էլ քննարկենք վերադառնալու հարցը, ցանկացած պահի։ Պարոն Սաղաթելյան, այս տարվա հիշատակի երթը ինչպես նշեցիք, ջահերով երթը, գլխավոր ուղերձը այս տարվա նախորդ տարիներից տարբերում է, տեսեք, իշխանության ուղերձները, դե գիտենք, որ տարբերվում են, առաջնահերթություն չի։ Գլխավոր ուղերձը որն է։ Շատ հստակ է, որ մենք տեր ենք մեր դատին, հայ ժողովրդի հավաքական իրավունքներից մենք չենք հրաժարվելու։ Հայաստանի Հանրապետությունը չի ունենալու նոր սահմանադրություն, որը կհրաժարվի անկախության հռչակագրից եւ չնայած թշնամական ճնշումներին Հայաստանի կառավարության հակահայ եւ ուրացման քաղաքականությանը, հայ ժողովուրդը ունի այլ տեսակետ։ Մենք հիշում ենք, չենք կարող մոռանալ մեր ինքնությունը, տեր ենք մեր իրավունքներին եւ այս ներկայությամբ, այս ծավալը մեկ անգամ եւս դա փաստում է։ Սա է մեր ուղերձը ամբողջ աշխարհին, որ չնայած մեզ ցեղասպանել են, մեր հայրենիքը նվաճել են, մեր եկեղեցիներն ու պատմամշակութային ժառանգությանը տիրացել են, որպեսզի մեզ ոչնչացնեն, մենք ոչ միայն կանք պայքարում ենք ու տեր ենք մեր իրավունքներին, այդ թվում նաև տեր ենք մեր պահանջատիրությանը։ Բազմաթիվ երկրներ ընդունել են հայոց ցեղասպանությունը։ Ինչպես է կարծում, միջազգային ճանաչման գործընթացը կանգ է առել եւ առհասարակ ինչ պետք է լինի։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանություններն են ուրանում այս պարագայում դաշնակցությունը իբրև համահայկական կառույց, որ երկար տարիներ ամբողջ աշխարհում պայքարել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար եւ հսկայական աշխատանք է արել, այսօր մենք երկու ճակատով ենք պայքարում։ Այսօր մենք մնացել ենք միայնակ այս պայքարի մեջ, քիչ չի, նաև պետությունն է մեր դեմ աշխատում։ Այս իմաստով բնական է, որ եւ միջազգային ճանաչման գործընթացն է կանգ առել։ Այս մարդիկ ուզում են ընդհանրապես այս խնդիրը փակեն այս հարցին, չի մասնակցել։ Երբևէ հայոց ցեղասպանությունը կճանաչի, որ դեպքում կճանաչի։ Տեսեք, այնպես պետք է անենք, որ ճանաչի։ Եթե մինչև հիմա չի ճանաչի, դա չի նշանակում, որ պետք է մենք ուրանանք կամ մոռանանք։ Ուրանալ, հրաժարվել այդ պահանջից նշանակում է լվանալ Թուրքիայի այրունոտ ձեռքերը, լեգիտիմացնել այն ցեղասպանությունը, որ իրականացվել է Արցախում եւ Արևմտյան Հայաստանում մեր նկատմամբ։ Չխոսել այդ մասին, չբարձրաձայնել, չպայքարել նշանակում է ինչ որ անում է այս կառավարության նստած անձը։ Լվալ Թուրքիա եւ Ադրբեջանի այրունոտ ձեռքերը եւ լեգիտիմացնել են ցեղասպանությունը, որ տեղա ունեցել մեր նկատմամբ։ Վերջին 100 տարվա մեջ մեր սեփական հայրենիքում Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ երկու անգամ ցեղասպանության են ենթարկել։ Հիմա չպայքարել դրա համար, չներկայացնել ինքը իմիջիալից ունի նաեւ կանխարգելիչ նշանակություն։ Դատապարտումը նաեւ ունի կանխարգելիչ բնույթ հետագա ագրեսիայից խուսափելու։ Այլևս Պարոն Սաղաթելյան, դուք ջահերով երթի ուղերձի մասին կարևորեցիք, որը փաստենք, որ ցայտնոտի մեջ է գցում օրվա իշխանության, այո, այս մասով ինչ կասեք, ասենք ուրացման քաղաքականությունը իշխանության հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չպետք է թշնամանանք, առհասարակ մեզ թշնամիներ պետք չեն, այս մասով ինչ կասեք։ Ես հիմնական ուղերձը ասեցի, ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես այլևս ինչ չի հետաքրքրում եւ մեր ժողովրդի հետ ինքը կապ եւ առողջություն չունի։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի տեսակետը չի ներկայացնում։